Լույս առավոտին շարունակում է շնորհակալություն, որ մեզ հետ եք, մենք շատ կարևոր եւ սպասված իրադարձություն ունենք հունիսի 30-ին եւ այսպես հունիսի 30 ժամը 19-ին Հայաստանի օպերա եւ բալետի ազգային թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը հանդես կգա երաժշտությունից շարժում համերգային ծրագրով։ Նոր պարային բեմադրություններն ու անսամբլի լավագույն ստեղծագործությունները մեկ ծրագրի։ Շքեղ համերգային երեկոյի ընթացքում համերգի ընթացքում անսամբլը հանդիսատեսին կներկայացնի նաեւ Պոլովեցյան պարեր խորեոգրաֆիկ Բարային այստոնի մասին ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը, իսկ մեր հյուրերն են ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի արտիստներ Ավագ Համբարձումյան, բարի լույս, եւ Մարինե Մարուքյանը, բարի լույս առավոտին։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Պարարվեստի ներկայացուցիչները իմ կարծիքով այն մարդկանցից են, որ օրվա ցանկացած պահի իրենց միշտ կարող ես տեսնել թարմ, ֆանտաստիկ տեսքով, անկախ նրանից, թե երեք իրանք մինչև գիշերվա կես փորձ են արել ու վստահ են, որ հենց ձեր մոտ է եղել ու դուք երեք էլ փորձ եք արել ու այսօր էլ եք փորձ անել ու մինչև հունիսի 29-ին երեք թողեն մի հատ շունչ քաշեք։ Բնականաբար ոչ։ Մինչև ամսի 30։ Այո, մինչև ամսի 30-ը մեզ մոտ լինելու է շատ ինտենսիվ փորձեր, որովհետև շատ մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում ամսի 30-ին կայանալիք մենահամերգին, այդպես։ 1987 թվականին ստեղծվեց բարեկամությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ ճանաչված բալիսմեյստեր Նորայր Մեհրաբյանի կողմից։ Երևի այդ ամենը ստեղծվելու պահին պարոն Մեհրաբյանը երևի չէր պատկերացնում, թե ինչ ֆանտաստիկ նախ ճանապարհ է անցնելու իր սաների հետ, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ այս տարիների ընթացքում 5 սերունդ է փոխվել։ Ու բարեկամության անունը միշտ թնդացել է ամենուր։ Այ հետաքրքիր է, սերնդե սերունդ ինչ է փոխանցվել ձեզ, որ առաջնային ու կարևոր կետերն են եղել, աշխատասիրություն, վստահ եմ առաջին հերթին ու կան նաև այլ կետեր, որոնք պարտադիր են բարեկամության սան լինելը։ Իրականում շատ մեծ պատիվ է, որ մենք այդ պատմության մի մասն ենք կազմում եւ դրա համար շատ շնորհակալ ենք մեր հիմնադրին, պարոն Մեհրաբյանին։ Ասեմ, որ իր դժվարությունների հետ ունենք նաև առավելություններ, որովհետև մեծ դպրոց ենք անցնում բարեկամությունում ապրելով։ Մինչ այդ բոլորս էլ ունենք պրոֆեսիոնալ պարային կրթություն, բայց պարոն Մեհրաբյանի բեմադրություններն այնպիսին են, որ երբեք չեն ավարտվում եւ միշտ խորանալու, միշտ աճելու եւ զարգանալու տեղ կա։ Եվ այո, սերնդափոխությունը միշտ է լինում, անսամբլերի դա գլխավոր խնդիրն է, ինչու՞ չէ նաև, որովհետև ամեն սերունդի հետ փոխվում են նաև բեմադրություններ, ուրիշ ձև են հասնում եւ պետք է ասեմ, որ լավ առումով է դա, որովհետև ավելի կատարելագործվում են երևի թե ուսամ մեզանից գոհ է։ Երաժշտությունից շարժում համերգի վերնագիրն ինքնին շատ խոսուն է եւ փիլիսոփայական։ Ինչպես է այս գաղափարախոսությունը արտացոլվել նոր բեմադրությունների մեջ եւ արդյոք երաժշտությունն է թելադրում պարը, թե շարժումն է իրենով արդեն արել ընտրված մեղեդիները։ Մեզ մոտ հիմնականում պարերը դիվերտիսմենտային են, ներողություն, սյուժետային են։ Մենք ունենք շատ քիչ պարեր, որոնք պարզապես դիվերտիսմենտային պարեր են։ Ըստ դրա հիման վրա երաժշտությունից շարժում, այսինքն ներկայացնում ենք մենք պարային համարներ, որտեղ կա պատմություն, երաժշտության հետ զուգահեռ նաև խոսում է շարժումները, այսինքն պատմում է ամբողջ այն պատմությունը, որը կա այդ բեմադրության կամ ներկայացման մեջ։ Մեր համերգային բաժինը բաղկացած է լինելու երկու բաժնից, առաջի բաժնում լինելու են հիմնականում հայկական պարեր, իսկ երկրորդ բաժնում ժամանակակից պարեր, դասական պարեր, այլազգերի պարեր եւ մենք այս մենահամերգին ունենք մեր սիրելի եւ հավատարիմ հանդիսատեսին անակնկալ ներկայացնելու ենք Պոլովեցյան պարեր ներկայացումը, որը լինելու է համերգային բաժնի վերջին համարը։ Ներողություն, թե չեմ սխալվում, բավականին երկար ժամանակ չեք անդրադարձել։ Այո, բավականին երկար ժամանակ։ Պատճառը, եթե կարելի է։ Պատճառը հիմնականում կախված է եղել սերնդափոխությունից, որովհետև բարեկամությունը ունենում է միշտ սերնդափոխություն։
եւ հիմնականում, քանի որ համերգները, ընդմիջումները շատ մեծ չեն, այսինքն մի համերգը մյուս համերգից այդքան մեծ չեն, դրա համար պետք է հատկացնել մի փոքր ավելի մեծ ժամանակ նորից վերականգնելու եւ նոր եկած արտիստների դա նաեւ սովորեցնելու եւ այլը, դա մի փոքր մեծ process է, դրա համար մենք ամիսներ շարունակ աշխատելուց հետո կներկայացնենք հունիսի 30-ին։ Ավակ, ծրագրում ներառված է հանրահայտ Պոլովեցյան պարեր խորեոգրաֆիկ ներկայացումը։ Սա համաշխարհային մասշտաբի չափազանց էներգետիկ եւ տեխնիկապես բարդ գործ է, որքանով է դժվար հենց ձեզ համար որպես արտիստների այսպիսի հզոր էներգետիկ տեմպ փոխանցելը հանդիսատեսին։ Իրականում ներկայացումը շատ բարդ է կատարողական առումով եւ էմոցիոնալ առումով։ Մենք ներկայացնում ենք նախ շորերն են շատ գեղեցիկ հագուստները, որի հեղինակը զգեստների նկարիչ Ռուբինե Հովանեսյանն է, Մովսես Խորենացու մեդալակիր։ Շատ գեղեցիկ ներկայացում է եւ ի սկզբանե նաեւ այդ ներկայացումը որպես ուսանող եղել է իմ երազանքներից մեկը, որ ինչ որ մի օր ես էլ կպարեմ այդ ներկայացումը եւ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Այո։ Պես Իսկ ինչ յուրահատուկ ձեռագիր է ավելացրել կներեք պարոն Մոլիտվին անսամբլը։ Ձեռագիր է ավելացրել ներկայացմանը։ Ինչ օրինակ ձեռագիր է ավելացրել անսամբլը այս ներկայացմանը։ Իմ կարծիքով ամեն մի սերունդ իր գույնն ու համուհոտն է տալիս այս ամեն ինչին, նաև եթե դուք ավելացնեմ, արդյոք նախորդ սերունդների ներկայացրածը դուք դիտում եք։ Այո, բնականաբար դիտում ենք եւ ասեմ ավելին, մենք նախորդ սերունդներին տեսնելով ենք բարեկամություն անսամբլը սիրել, որովհետեւ մեզ համար երազանք է եղել բարեկամություն անսամբլում լինելը եւ առավել եւս ապրել է այնտեղ։ Դրա համար նախորդ սերունդը միշտ այո ունենում է իր ներդրումը եւ մենք այդ ժամանակ եղել ենք որպես հանդիսատես, այդ ամենը տեսնելով մենք էլ ենք ցանկացել անսամբլում լինել եւ ապրել այդ բառացանկը։ Շատ ըստ ձեզ Մարիամ, ինչով է տարբերվելու այս անգամ Պոլովեցյան պարերը, որովհետև ինչպես նշեցինք, ամեն մի սերունդն իր ձեռագիրն, իր ոճն ու իր համոհոտն ու գույնն է տվել, իր շունչն է տվել ներկայացմանը, բայց մենք արդեն նկատում ենք, որ բոլոր ուղղություններում է այդպես նոր սերունդը ամեն ինչը նորովի է ներկայացնում, ամեն ինչը ավելի հետաքրքիր է ներկայացնում, կա ինչ-որ հիմք, որը պետք է պահպանվի, բայց արդյոք թույլ են տալիս ձեզ ինչ-որ դետալային փոփոխություններ անելուն։ Լսում են ձեր կարծիքը, թե ոչ այդ է հետաքրքիր, թե կա ստանդարտ մեխանիզմ, որը պետք է պահպանվի։ Իրականում ցանկացած բեմադրություն, որ արվում է բարեկամությունում, արդեն ունի ուրույն ձեռագիր, մեր հաբյանական ձեռագիրը, եւ ինչ բեմադրություն էլ մեր վրա արվի, պարոն Մերաբյանի ձեռագիրը պետք է անպայման նկատվի, դա է յուրահատկությունը։ Դա կարող է լինել իր տեխնիկական բարդություն, դա կարող է լինել դերասանական արտահայտչականություն, որը ինքը ավելի է գտել, որ այդտեղ պետք է արտահայտվի։ Իսկ ինչ վերաբերվում է մեր կատարողականին, այո, եթե կարողանում ենք ավելի բարդ էլեմենտներ անել, բեմադրությունները կատարելագործվում են։ Հակառակ ներքև դեպի չեն գնում, եթե փոխվել միայն բարդ։ Ես դա եմ ուզում ասել, տեսեք, օրինակ մենք ունենք այնտեղ մասսայական տեսարաններ, ունենք բարային լեզվով ասած դվոյկա հատված, ունենք չիտվյորկա հատված, սոլո հատված, որտեղ հիմնականում միշտ այդ հատվածները հարմարեցվում են պարողների տեխնիկաներին, այսինքն եթե այդտեղ կա տեխնիկական հատվածներ, թռիչքներ, մեծ պտույտներ եւ այլը, դա հարմարեցվում է պարողներին, բայց ինչպես նշեց Մարինան, ոչ թե թույլ կատարողական առումով, այլ ավելի բարդացնում են, որ ավելի գեղեցիկ լինի։ Այսինքն պարողների տեխնիկան թույլ է տալիս ավելի բարդ էլեմենտներ այո կատարելու համար, ավելի բարդացնում ենք, եթե կարողանում են անել։ Մեկ երեկոյի ընթացքում համատեղել անսամբլի ոսկե ֆոնդի լավագույն ստեղծագործություններն ու բացարձակ պրեմիերաները մեծ պատասխանատվություն է, կարող ենք այսպես ասել։ Ինչպես է կատարվել ստեղծագործությունների ընտրությունը, ինձ շատ հետաքրքիր է, որպեսզի հանդիսատեսը մեկ ամբողջական պատմություն տեսնի բեմում։
Իրականում բարեկամություն անսամբլի խաղացանկը շատ լայն է, ունենք շուրջ 120-ից ավել բեմադրություններ եւ դրանք ոչ թե ամեն ամիս պատրաստվում են իրենց ելույթներին, այլ մենք միշտ ինտենսիվ աշխատանքներ կատարում ենք։ Ուղղակի անսամբլի ղեկավարները ընտրում են այնպիսի համարներ, որոնք նախորդում չեն եղել, որպեսզի չկրկնվեն այդտեղ է կայանում պրեմիերաները, նոր համարները Եվ որպեսզի հանդիսատեսին նույնպես հետաքրքիր լինի, անդադ նույն բանը չտեսնեն, այլ անդադ փոփոխվի։ Եվ բացի պարային բեմադրություններից մենք ունենք նաև ներկայացումներից հատվածներ, մեծ կտավի ստեղծագործություններ, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում, կարծում եմ, մեր հանդիսատեսին։ Բոլովեցյան բարեր, եթե չեմ սխալվում, բարեկամության կարելի ասել այցեքարտերից է, էլ որ բեմադրությունը կամ ներկայացումը կամ պարն է համարվում կրկին այցեքարտը բարեկամության։ Օրինակ, մեր գնչուական պարը հանդիսատեսը շատ է սիրում, ինքը էլի բավականին մեծ համար է եւ կատարողների թվականակի առումով եւ ինքը 5-6 Ինչու՞։ Րոպեն։ Հաճե շատ 8։ Ավելի շատ 8 րոպեանոց պարային, այո, համար է, որը հանդիսատեսը շատ է սիրում։ Մենք այս անգամ նաև ներկայացնելու ենք էլի հանդիսատեսի կողմից սիրված հրեական հարսանիքը։ Մեր դարը, որը հանդիսատեսը էլի 8 րոպե, բավականին մեծ ծավալուն եւ տեխնիկական առումով էլի բարդ պարային համար է, կոչվում է մեր դար, այս ամբողջ հայկական հայ ժողովրդի պատմությունը, երկրաշարժից սկսած եւ այլն ամբողջը ներկայացնում ենք այդ պարային համարի ներքո, այո։ Էլ ինչ համարներ ունենք։ Դե մեծ կտավի ստեղծագործությունից ունենք Բաբաջանյանի բալադան, ունենք Թումանյանից Լորեցի Սաքո ներկայացում, Տերտերյանից ունենք Եռաբլուր, այնտեղ մենք ունենք շատ գեղեցիկ պարային բեմադրություն, Սայաթնովան, որի կատարողներից մեկը Մարինան է, այո, հանդիսատեսը դա շատ է սիրում, եւ զգեստները, եւ երաժշտությունը, եւ շարժումները ամբողջությամբ Նորայր Մեհրաբյանը ձուլել է իրար, դարձրել է մի ամբողջ պատմություն Սայաթնովա, ոգեշնչվելով Փարաջանովից, ինչպես նաեւ եւ ներկայացրել է հանդիսատեսին, որը հանդիսատեսը բավականին շատ է սիրում։ Կարելի ասել, որ չկա այնպեսի հայ կոմպոզիտոր, որ անդրադարձած չլինի, պարոն Մեհրաբյանը։ Այդտեղ է կայանում մեր հարստությունը։ Շատ լավ։ Ֆանտաստիկ ծրագիր ունեք ու կարծում եմ դժվար կլինի առանձնացնել որևէ գործ, որը որ ձեզ յուրաքանչյուրիդ էլ ավելի հարազատ է, որը որ շատ սպասված է ձեր կողմից։ Ցանկը, ինչպես դուք նշեցիք, շատ է, բայց կարող ենք առանձնացնել մի քանի գործ, որը ձեր համար կամ ձեր համար ինչ որ յուրահատուկ տեղ է զբաղեցնում։ Այնքան բազմաժանր են, այնքան տարբեր են բոլոր բարերի էմոցիաներն ու կատարողականությունը, որ ամեն մեկի մեջ տեսնում ենք ինչ որ հետաքրքիր։ Բայց կա չէ ինչ որ ստեղծագործություն, որ ձեր սրտի անկյուններից։ Եթե ես լինեմ հանդիսատես, հետո կանդրադառնամ որպես պարող, եթե ես լինեմ հանդիսատես, կառանձնացնեմ Էշխեմետը, էլի, այո, Նորայր Մեհրաբյանը ոգեշնչվել է Փարաջանովից, այսինքն զգեստներին առաջին հայացքից նայելուց արդեն պատկերացնում ես Փարաջանովի արվեստին։ Իսկ հագուստների հեղինակը Ռուբինե Հովհաննիսյանն է, այո, շուրջ 40 տարի Նորայր Մեհրաբյանը միայն աշխատել է Ռուբինե Հովհաննիսյանի հետ եւ չգիտեմ, այդ զգեստները պարզապես ոչ թե ես նաեւ այդ զգեստների կրողն եմ, այլ հանդիսատեսի կարծիքն էլ է դա, որ տպավորություն է, որ զգեստները մեր վրա պարում են։ Այդպիսի տպավորություն է ստեղծում եւ շատ տարբերվող զգեստներ են ու անհամեմատելի, այսինքն առաջին հայացքից տեսնելուց դու հասկանում ես, որ չկա դրա նման երկրորդը, որի համար իհարկե շնորհակալ ենք Տիկին Հովհաննիսյանին։ Եվ որպես հանդիսատես կառանձնացնեմ Էշխեմետը, Սայաթնովան, մեր դարը, գնչուականը ասեցի, Եռաբլուրը, մենք ունենք նաև պարային ներկայացում, Լորեցի Սաքոն, այդպես, իսկ որպես կատարող, որպես արտիստ ես կառանձնացնեմ իմ պարային դուետը, որը կոչվում է Կյանք, որի բեմադրության հեղինակը մեր սիրելի փորձավար Անի Մինասյանն է։ Եվ նաև կառանձնացնեմ արդեն սոլո համարներից Փարաջանովը, որտեղ պարում եմ ես Փարաջանովի բանտային կյանքից մի հատված։ Վաու։
Ցավոք սրտի, ես գիտեմ որ հարցերը շատ են։ Շնորհակալություն ձեզ, ձեր մեծ թիմին, բարեկամությանը մաղթում ենք միմյան հաջողություն հունիսի 30-ին, պարոն Մերաբյանին անչափ շնորհակալ ենք, որովհետև այդքան տարիներ նա իր շուրջ հավաքում է տարբեր տաղանդավոր երիտասարդների ու բարեկամությունը միշտ փայլել է եւ միշտ առանձնացել է իր ֆանտաստիկ ելույթներով։ Շնորհակալություն ձեզ։ Եվ մենք անգամ հիշեցնենք հունիսի 30-ին ժամը 19-ին Հայաստանի օպերա եւ բալետի ազգային թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը հանդես կգա երաժշտությունից շարժում համերգային ծրագրով։ Թե ինչ տեսանից հասնում եմ ընդհանուր տոմսերը գնել եւ մասնակիցը լինել այս ֆանտաստիկ համերգին, իսկ մեր հյուրերն էին ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի արտիստներ Ավակը Համբարձումյան եւ Մարինե Մարուկյանը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օր, իսկ այս պահին հետմիջվենք, ունենք տեսալվակի պրեմիերա եւ մեր հյուրն է արդեն վաղուց մշտական հանած մեր ընկեր տաղանդավոր մարդ Կիմնակովը։ Մնացեք մեզ հետ։